երբ որ այստեղ Տիգրանը խոսեց, թե ինչ վատ ֆիլմի նյութ է, ես ուզում եմ մի փոքր սյուժե պատմել, իրական դեպք, իրական գյուղում, երբ որ ռուսական զորքի եւ կարաբին, չգիտեմ, ավտոմատների ջարդերով, չգիտեմ, արդյոք սպանություններ իսկապես չկային, բայց ես գրանցել եմ սպանություններ։ Ուրեմն ավտոմատների ջարդերով մարդկանց դուրս այնան, գյուղապետը, այն ժամանակվա գյուղսովետի նախագահը, ամեն կերպ ջանում էր օգնել գյուղացիներին, ու երբ որ բոլորը արդեն գնացին, փախան գնացին անտառ, ամենավերջինը ինքն էր իր ընտանիքի հետ եւ Վիլիսով ամենավերջում գնում է, Վիլիսի մեջ մի 10 մարդ է, մոտս ճշգրիտ է այդ գրանցումը։ Եվ ռուսները հենց փախչող, գնացող, իրանց պահանջը կատարող, դեպորտացվող, Վիլիսի վրա ուժեղ կրակ են բացում։ Աջան? Կարաչինարում է։ Այո, ուժեղ կրակ են բացում, Վիլիսի դռները բացում, ամբողջ Վիլիսի ժողովուրդը զոհվում է, բացի մի տղա է 12 տարեկան, որ նույնպես ընկնում է Վիլիսից, ջուր սողալով Վիլիսի տակ է լինում, ու ինքը հասկանում է, երեխա է, բայց հասկանում է, որ պիտի ձեն չուղանի էլ, որտեղ բոլորին սպանում են։ Այդ ընթացքում քանի դեռ այդ զինվորները, այդ ավտոմատներով են ձեն չի անում, գրանցածս պատմության մեջ իրա պատմություն, ինքը հիմա արդեն 35 տարեկան տղա է իհարկե, իրա պատմության մեջ ամենա իր համար, այդքան մարդ սպանված, իր հարազատները գետնին ընկած են։ Եվ ինքը պատմելիս ասում, իսկ հետո ասում է, ես Վիլիսի տակ էի, վախենում էի, հետո այդ զինվորները բարձրացան Գելասի ծառի վրա, Գելաս էին ուտում, ասում են, ох, какая вкусная черешня։ Ինձ թվում է, որ սա շատ լավ տիպիկ նկարագրում է, այսինքն այդ ռուս զինվորները ավտոմատ հրաման կատարողներ էին, ուղեղները նկան անջատած մարդկային կյանքերից, ինչպես նրանք նույնիսկ թուրքեր չէին, թուրքերը գալիս էին զգացմունքով, նրանք թշնամու դեմ են գալիս, ռուսը գալիս էր ավտոմատ։ Եվ ես անկեղծ ասած, այն ինչ այսօր մտադիր է ասել, հիմա ուզում եմ մի քիչ փոխել եւ 5 րոպե ժամանակ տակ, ես ուզում եմ անդրադառնալ նրան, որ ինչու մենք այնուամենայնիվ դեռևս այսքան Ռուսաստանից ակնկալիք սպասում, ինչու ունենք։ Ես վերջին շրջանում ինչքան նյութեր եմ նայում, ավելի ու ավելի հասկանում եմ, որ մենք նույնիսկ պատմաբանները, մենք իրական չգիտենք այս 20-րդ դարում նույնիսկ ինչ հարաբերություններ են եղել։ Ինչ որ մեր դասագրքերում եւ գրքերում իրավունք է եղել գրել, գրվել է այդ չափով։ Եվ օրինակ հիմա նույնիսկ 92 թվականին կայացու օպերացիա ժամանակ մեր ոչ մարտիկները, ոչ մտավորականները իրականում չէին էլ պատկերացնում, թե ամբողջ 20-րդ դարի ընթացքում բացի 20-21 թվականների Ղարաբաղի Զանգեզուրի հարցի քննարկումների ժամանակ կավ բյուրոյի, Ստալինի, թուրքերի, հայերի դիրքորոշումները, թե դրանց հետո ինչ ա եղել, մեզ համար դա դատարկ տարածություն է։ Այսինքն մենք չգիտեինք, օրինակ, որ հենց նույն Ղարաբաղից Բաղիրովի ժամանակ տարածքներ են կտրվել, մտել են Ադրբեջանի մեջ, որ Շահումյանի շրջանի դեմոգրաֆիկ փոփոխությունը պարբերաբար եղել է, բայց ամենակարևոր բաներից մեկը, որ չգիտեմ, ես հիմա ճիշտ եմ հասկացել, ես ինքս մարսելու համար ժամանակ եմ ուզում, համարյա անհավատալի է ինձ թվում։ Երբ որ նայում եմ, մի քանի բաներ դեռ չեն հրատարակում, վերջերս արդեն հրապարակ բերած 53-ից 56 թվականների իբրև թե ռեպրեսիաների քննությունները ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռուդզենկոյի, մասնավորապես Բերիայի, Բաղիրովի, Արութինի, Կովկասյան դերակա, Օրջոնակիձե, Կովկասյան դերակատարների հետ, այդ փաստաթղթերից ուղղակի աչք է ծակում եւ երևում է, ընդ որում մի քանիսը չկան եւ այդ բոլոր փաստաթղթերի նախապես իհարկե ծանոթանում են Մալենկովը, Մոլոտովը, Գագանովիչ, Ստալինը եւ Միկոյանը, եւ մինչեւ նրանց ստորագրությունը չլիներ, դրանք չէին դառնում նույնիսկ հարցաքննության ավարտուն փաստաթուղթ, այսինքն դրանք սրբագրվում էին եւ Խրուշչովը եւ ամեն մեկը իր կենսագրությունը իհարկե սրբագրում էր հանում էր, այն մարդիկ ովքեր այս պարահանդեսը ղեկավարում էին, նրանց անունները չպիտի առնչվեր, բայց ուղղակի նույնիսկ տողատակերից դա երևում է։ Եվ մասնավորապես օրինակ Բաղիրովի այն մի քանի հարցաքննությունները, որոնք հիմա հրատարակված են եւ կան, զարմանալի շատ երևույթներ են ի հայտ բերում, որ ընդհուպ մինչև 50-ական թվականները
բայց մինչև 45 թվականը հաստատ, ընդ որում ուզում եմ հիշեցնել, 41-45 թվականներին խորհրդային բանակը մտել էր Պարսկաստան, Թավրիզ, այդ տարածքը հռչակել էր դեմոկրատական Ադրբեջան եւ Բաղիրովի պորտրետով դեմոկրատական Ադրբեջանի հայրը խորհրդային Ադրբեջանի կենտրոնի քարտուղարն էր։ Իր նկարով այսպես խորագույն մեծ զգացմունքներով թե ինչ էր կատարվում Ադրբեջանում, սրա մասն եմ ասում։ Այդ փաստաթղթերում բազմաթիվ են նյութերը, որոնք վկայում են այդ նույն ընթացքում, երբ Հայաստանում մենք կոտորում էինք դաշնակներին, ամեն մեկին ջոկում էինք, հանում էինք, նացիոնալիստ էինք ասում բոլոր ֆիդայիներին, ովքեր պաշտպանել են թուրքերից թե Զանգեզուրում, թե Ղարաբաղում, թե ցեղասպանության շրջան Ուսասունից, ով զենքով կար, բոլորը նացիոնալիստ դաշնակցական էին եւ հերթով մենք դրանց վերացնում էինք։ Այդ նույն շրջանում Ադրբեջանում զարմանալիորեն մուսաֆաթականների ջոկովի մարդիկ գալիս դառնում են շատ առանցքային դերակատարներ եւ նաեւ ադրբեջանական ռեալ KGB-ի աշխատողներ, այդ որում մարդիկ, որոնք օրինակ Էնվերի հետ կոտորում էին հայերին Կովկասում, հետո բոլշևիկացումից դու փախել են Թուրքիա եւ Բաղիրովը ինչ-որ հրաշքով Բերիայի եւ անկասկած Ստալինի աջակցությամբ դրանց ետ է բերում Ադրբեջան եւ սրանք բոլորը միասին են աշխատում այն ազգային հարցի վրա, որ ամենայն հավանականությամբ Դաղստանը կան նաեւ այդպիսի հիմա դրա համար ասում բոլոր նյութերը չեն գտնում, բայց հաստատ կա Դաղստանը միացնելու ծրագիրը, Պարսկաստանի հյուսիսը միացնելու ծրագիրը եւ ինչպես դες հայտնի է Հայաստանի նկատմամբ իր ծրագրերը նույնպես, եւ գիտեք 48 թվականի, մասնավորապես արդեն 49 թվականի ըստ էության հայ բնակչության դեպորտացիան ամբողջ Կովկասյան Սրծովյան առափնյակի եւ Կովկասի տարածքից չնայած ԽՍՀՄ դեպորտացված ժողովուրդների ցանկում հայերը չկան, բայց դա մաքուր հայկական դեպորտացիա է, ես ուզում եմ հիշեցնել այդ փաստաթուղթը ստորագրված Ստալինի կողմից, որը իրականացվեց 49 թվականի հուլիսի 14-ին, վերաբերում էր Սևծովյան, Ավազանի եւ այսօր Կովկասի, Հարավային Կովկասի 3 երկրների դաշնակցական ազգայնականներին, Թուրքիայի, Հունաստանի, նախկին հունահապատակ, նախկին թուրքահապատակներին։ Այդ նախկին բոլոր հունահապատակները, նախկին թուրքահապատակները դրանք ցեղասպանությունից փրկվածներն էին։ Եվ արդյունքում իսկապես էլ Ալթայի երկրամասում նրանք հենց պարզեց, որ բոլորը հայեր են։ Ղարաբաղից եկածները, Ադրբեջանից տարածքից, Վրաստանից եկածները, Հայաստանին են բնականաբար, այսինքն մաքուր հայկական դեպորտացիա էր Կովկասից իրականացվում, բայց մինչև այսօր ոչ մեր պատմաբանների կողմից, ոչ մեր կողմից, ոչ այս խնդիրը հետազոտող ռուս պատմաբանների, որոնք շատ ազնիվ են հետազոտում, ուղղակի նյութերին հաճախ ծանոթ չեն այդ մարդիկ։ Մեր մեղքն է, այս նյութերը, այսինքն հայկական դեպորտացիա չկա, այս ԽՍՀՄ բռնարարքների շարքում, ես հիմա ճիշտն ասած ես ամբողջը տեսնում եմ շղթայի մեջ, ինչպես Շահումյանի հետ կատարվածը, Ադրբեջանը ամբողջ հայության հետ կատարվածը, Սումգայիթում իսկ սկսվածը, որից 2 օր հետո, ինչպես հայտնի, դա հրատարակված փաստաթուղթ է, Քաղբյուրոյի նիստը, որտեղ Գորբաչովը ուղղակի ասում է, մենք Ադրբեջանի կողմը բռնեցինք, ասում է, ես ձեզ հետո կասեմ, թե ինչու է, հետոն ասել է, թե չասել, չգիտեմ, եւ ինչ ասել, եւ ինչ չասել, բայց որ սա շարունակական պրոցես է, եւ այս շղթայում ես անկեղծ ասած միշտ վերադառնամ այս վերջին 2 ամիսը Չարաբաստիկ Միգոյանի կերպարի, կամ Միգոյանի Չարաբաստիկ կերպարի ներեցեք։ Եվ շարունակ տեսնում եմ 20 թվականին, 19 թվական, 20 թվական Միգոյանը ներկայացնում է իրերի, մենք պետք է Հայաստանը ջարդենք, մենք պիտի Նախիջևանի եւ Ադրբեջանի հետ սահմանը Զանգեզուրով ապահովենք, այլապես մենք կկտրվենք Թուրքիայի բոլշևիկյան մասաներից եւ նրանք անապահով կզգան իրենց։ Նրանք կզգան կամ որ մենք հայամետ ենք, մենք պիտի ցույց չտանք եւ չպիտի լինենք հայամետ,
Ես ես ամբողջը մի շղթայի մաս եմ հիմա տեսնում, այդ թվում նաև, եթե Միկոյանը բոլոր քննությունները տեսնում էր այն ժամանակ 53, 54, 56 թվականների մասին խոսքս, մենք այդ նյութերին մենք հիմա կարող ենք ծանոթանալ։ Միթե այդ մարդու մտքով չէր անցնում նաև զգուշացնել, որ այս ծրագիրը փաստաթղթավորված կա, եթե ինքը իհարկե դրա մաս չէր, որտեղ ինչպես հայտնի է, Բերիա, Միկոյան, Բաղիրով եռյակը շատ մտերիմ եռյակ էր, եւ Բաղիրովը Բերիայի ձերբակալությունից առաջինը Միկոյանից է տեղեկանում, թե ինքը ինչ պիտի անի, ու հենց հաջորդ օրը գնում ու Բերիայի վրա է գցում ամբողջ այս մեղքը։